Պարոն Փաշինյան, երեք դուք կրկին անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին ասացիք ջախջախելու եք, մի քանի անգամ այդ բառը կրկնեցիք, ինձ հետաքրքիր է ջախջախել ասելով դուք ինչ նկատի ունեք, ինչպես եք պատկերացնում այդ ճանապարհը, ինչպես է ջախջախումը դրսևորվելու, արդյոք մինչեւ ֆիզիկական ոչնչացում, օրինակ անաչառ դիտորդը կարող է նայել, հասկանալ ջախջախում ֆիզիկական ոչնչացում եւ ինչ այս եղել են մարդիկ ում ջախջախել եք ընդդիմադիրներից, կարող եք ասել ում եք ջախջախել, թե դեռևս ջախջախումը առաջիկայում է տեղի ունենալու։ Ընդհանրապես իմ բոլոր արտահայտությունները եւ հայտարարությունները պետքա դիտարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ սահմանադրության շրջանակներում եւ հետեւաբար ձեր հարցի պատասխանը տեղավորվում է այդ շրջանակներում, ում ջախջախել եմ արդեն հիշողությունս թույլ չի տալիս, որովհետեւ այնքան եմ մոռացել իրենց, որ պետքա մի 5 րոպե մտածեմ, որ ասեմ։ Այդ աստիճանի է պետք ջախջախել։ Արթուր Օսիպյանն ով է, քաղաքական հակառակորդ է։ Նկատի ունեմ քաղաքական իմաստով, այսինքն զրոյացնել նրանց քաղաքական ազդեցությունը, ապօրինի քաղաքական ազդեցությունը զրոյացնելու մասին է, որովհետև ընտրակաշառքներ բաժանելով Հայաստանում պետքա բացառվի քաղաքական ազդեցությունը, փողի գործադրման։ Էլ չեմ ասում, նախկինում ասել եմ, ըստ էության ինչ որ ասել եմ նախընտրական քարոզարշավի ընթացքում իմ ունեցած ելույթներում, ամեն ինչ ասել եմ։ Հիմա դրա չկրկնեմ, բառացիորեն ամեն ինչ ասել եմ։ Նույնիսկ կան թեմաներ, որոնց տասնյակ անգամներ եմ անդրադարձել, այդ ամեն ինչը տեղի է ունեցել ուղիղ եթերում։ Ինչ որ ասել եմ նախընտրական քարոզարշավի ընթացքում, այդ նկատի ունեմ։ Հաջորդ հարցը Արմեն։ Չէ, չեմ փոխել։ Կապարակնքված է, բայց փոխած չէ։ Պարոն Փաշինյան, երեք ազգային ժողովի ամբիոնից դուք այսպես շատ ոնց ասեմ, ջղայնացած հայտարարություններ եք անում, ասում եք ընտրակաշառք տվողներին, վերցնողներին բանտերն եք լցնելու, հետո ասեցիք 70%-ը ընտրակաշառք է վերցել ժողովրդի, այդ 500,000-ից 70%-ը, հիմա ուզում եմ հասկանամ, գնալու եք 70% ըստ ձեր պատկերացումների ընտրակաշառք վերցածներին բանտերը լցնելով, այսինքն 70 ըստ ձեզանից դժգոհ ժողովուրդ չկա եւ միայն ընտրակաշառքով են ձեր դեմ քվեարկել, դուք էլ պատրաստում եք այդ 500,000-ի 70%-ին ու իրենց քաղաքական առաջնորդներին բանտերը լցնեք եւ պարոն Փաշինյան ադրբեջանական մամուլում լուրեր են տարածվում, որ վերադարձ արևմտյան Ադրբեջան ֆորումներ են տեղի ունենում պետական համալսարանում եւ այլ տեղեր, այս մասին ինչ կասեք։ Շնորհակալություն։ Ես առաջի հարցի հետ կապված ընտրակաշառքով գործեր են, քրեական գործեր են նախատեսված, հարուցված եւ ես էլի ինձ համար շատ վրդովեցուցիչ փաստ է, որ օրինակ 21 թվականից հետո ընտրակաշառքով հարուցված գործերով մեղադրյալներից ոչ մեկը այս պայդրության բանտում չի, իսկ բանտել չեն էլ նստել։ Ես ասում եմ, որ բոլորը պետքա մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփման օրը անցկացնեն բանտում, հակառակ դեպքում նշանակում է մեր դատաիրավական համակարգը կանաչ լույս է տալիս ընտրակաշառք բաժանողներին։ Չի կարող այդպիսի բան լինել եւ մենք նախորդող շրջանին էլ պետք է անդրադառնանք, ինչի է տենց եղել։ Պետք է ի վերջո մենք չենք էլ հետաքրքրվել միջև այս պահի այդ թեմայով, բայց հիմա դա արդեն քաղաքական հարց է։ Պետք է հասկանանք ով, ում, ինչի համար, ինչա գործը կարճել, ինչ հիմնավորումներով են այդ գործերը կարճվել, ինչի ազատազրկման չեն դատապարտվել։ Իսկ ինչ վերաբերվում է երկրորդ հարցին, ի վերջո նաև բաներ են եղել, չէ, սոցիոլոգիական հարցումներ են եղել բավականին վստահելի եւ պետք է այդ ընտրակաշառքի համակարգը էքստրապոլացնել եւ այդտեղից է իմ եզրակացությունը։ Նրանք ովքեր իսկ որևէ մեկին բանտ նստացնելու համար պետք է ապացուցվի մեղքը, ոնց կարող ենք մենք ենթադրաբար տեսական ընտրակաշառք տվածին կամ տեսական ընտրակաշառք վերցնողին ենթարկել պատասխանատվության։ Ինչ վերաբերվում է ձեր երկրորդ հարցին, երեք ես անդրադարձել եմ նաև այդ թեմային։ Ես ասում եմ, քանի դեռ ազգային ժողովում ընդդիմությունը դրոշները դրած պահում է, այդ բերելու այդպիսի արձագանքներ եւ դա կապ չունի իրական կյանքի հետ։ Եվ ամեն ինչը պետք է նայել այս տրամաբանությամբ, երեք ամբիոնից ես շատ հստակ ասել եմ։ Շնորհակալություն։ Մի բան որն էր հիմնական հարցը։ Չէ, իհարկե։
Դժգոհ են իհարկե դժգոհ են, բայց ասում եմ, որ 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով։ Կարող է դժգոհը քվեարկել է նաև ընտրակաշառքով։ Ինչ։ Հա։ Շնորհակալություն ձեր հարցի համար։ Հաջորդ Ինչ կարծիք ավելի լավ չհասկացա։ հաջորդ հարցը Յասարից։ Նրանց մի մասը ես ասացի, ուշադիր չէ։ Պարոն Փաշինյան, Այո, 70%։ 70%-ը նրանք չեն, որ համ դժգոհ են, համ ընտրակաշառք են վերցնում։ 70%-ը նրանք են, ովքեր ընտրակաշառքով գիտեք ինչ, ընտրակաշառքը չի հանցակազմը չի դնում այդ բանը բացատրությունը գոհ ես թե դժգոհ ես։ Ընտրակաշառքով ես քվեարկի ընտրակաշառքով, ուզում ես գոհ եղի, ուզում ես դժգոհ եղի, ուզում ես երջանիկ եղի, ուզում ես դժբախտ եղի, ընտրակաշառքով քվեարկողը գոհա թե դժգոհա։ Եկեք դիալոգի չենք վերածում։ Հարգելի լրագրողներ, սա միտինգ է, եթե հարցազրույցի զանգվածությունը գրավորվի, Ես այդ հարցին էլ երեք արձագանքեցի։ Էդում ձայներն, որ ասում են իշխանությունը ձայներ է կեղծել, էդում ձայներն են կեղծել, ասում եմ այդ մարդիկ թող հրապարակ գային, ասեն կեղծել ենք մեր ձայները։ Մի հոգի հացադուլ էր անում, են էլ երեք դադարեցրեց։ Շատ լավ։